Անձրևը հեղեղել էր Կոնեկտիկուտ նահանգի Բրիստոլ քաղաքի հանգիստ փողոցները, խիտ մոխրագույն մշուշի մեջ լվանալով տների ու ծառերի ուրվագծերը։ Մեյփլ պողոտայի փոքրիկ սպիտակ տանը, պատուհանի մոտ, նստած էր 81 տարեկան մի այրի, Էլեանորը։ Հին ժամացույցի տկտկոցը լցնում էր դատարկ հյուրասենյակը։ Նույն ռիթմը, որը ուղեկցում էր նրան ամեն օր, քանի որ ամուսինը մահացել էր պատերազմում, և նրա միակ որդին՝ Դանիելը, վթարի էր ենթարկվել 8 տարի առաջ ավտովթարի հետևանքով։ Լռությունը դարձել էր նրա մշտական ուղեկիցը։ Նա ընտելացել էր այս մենակությանը։ Բայց այդ օրը, երբ ամպրոպի դղրդյունը և քամու պոռթկումները ցնցեցին պատուհանները, Էլեանորը նկատեց շարժումը անձրևի միջով։ Էլեանորը նեղացրեց աչքերը, փորձելով տեսնել ուրվագիծը։ 10-ից 11 տարեկան տղա էր, թրջված հագուստով և թույլ քայլվածքով։ Հասնելով նրա դարպասին, նա սայթաքեց և ընկավ, ձեռքերով ամուր սեղմելով երկու փոքրիկ կապոց։ Աստված իմ, Էլեանորը շունչ քաշեց, վազեց դուրս նրան դիմավորելու, չնայած, որ անձրևը շատ ուժեղ էր։ Տղա՛ս, փողոցում մենակ ինչ ես անում։ Երեխայի շուրթերը դողացին, ձայնը համարյա կտրվել էր։ Խնդրում եմ, նրանք սառն են, շշնջաց նա։ Էլեանորը ոչ մի վայրկյան չվարանեց։ Արագ գնանք դեպի տուն, հենց հիմա։ Ներսում նա սրբիչով փաթաթեց տղային, զգուշորեն երեխաներին տաք վերմակների մեջ դրեց։ Նրանց դեմքերը գունատ էին, կապտավուն շրթունքներ, մակերեսային շնչառություն։ Նա վառեց բուխարին, որ երեխաները տաքանան, ինչպես նաև թեյի և կաթի համար։ Ինչ է քո անունը։ Նոյ, կամացոկ պատասխանեց տղան։ Սա իմ եղբայրն ու քույրն են։ Մենք փնտրում ենք մեկին, ով կօգնի մեզ։ Էլեանորը ծնկի եկավ նրա առաջ։ Որտե՞ղ են ձեր ծնողները։ Տղայի աչքերը լցվեցին արցունքներով։ Նրանք գնացել են երկինք, անցյալ շաբաթ տեղի ունեցած վթարից հետո։ Բաժակը սահեց Էլեանորի ձեռքից և բախվեց հատակին։ Ինչ ասացիր։ Մեր տունը այրվեց, և ես և փոքրիկները մնացել ենք մենակ, անօգնական դրսում։ Կինը դողդոջուն ձեռքով դիպչելով երեխայի այտին շոյեց այն։ Տարիների ընթացքում առաջին անգամ նրա սիրտը նորից բաբախեց ցավով և միևնույն ժամանակ հույսով։ Այդ գիշեր, երբ որոտը մարեց, նա չփակեց աչքերը, նստած Նոյի և փոքրիկների կողքին էր։ Յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր խշշոց նրան կարևոր էր թվում։ Չէր կարող հեռու նայել։ Իր հոգու խորքում նա արդեն հասկացել էր՝ այս տղան պատահաբար չի հասել իր շեմին, նրան Աստված էր կարծես ուղարկել՝ իր կյանքի իմաստը վերականգնելու, տունը լիցքավորելու երեխաների ծիծաղի ու ջերմության ձայներով։ Էլեանորը կամացուկ շոյեց երեխաներին, շշնջալով նրանց հանգստացնող խոսքեր։ Նոյը նստեց նրա կողքին, հենվելով նրա ուսին, դողում էր հոգնածությունից ու ցրտից։ Նա զգուշորեն ուղղեց վերմակները, ստուգեց, որ ոչ ոք չսառչի, որպեսզի ոչ ոք լաց չլինի։ Քամին ու անձրևը աստիճանաբար դադարեցին։ Էլեանորայի տանը նոր լռություն տիրեց, հանգիստ, մեղմ, փոփոխության ակնկալիքով լցված։ Նա զգաց, որ իր սիրտը աստիճանաբար լցված է մի այլ ուժով, վճռականությամբ և հոգատարությամբ, որը վաղուց կորցրել էր։ Նա գիտեր, որ վաղը շատ հարցեր կունենան՝ ուր գնալ, ինչպես ստանալ խնամակալությունը, ով կարող է օրինական կերպով խնամել երեխաներին։ Բայց հիմա, այդ պահին, նա իրեն թույլ տվեց միայն մեկ բան՝ լինել նրանց կողքին և պահել նրանց։ Պաշտպանել ու սիրել այս փոքրիկներին, որոնք ուրախությամբ էին լցրել նրա սենյակը։ Նա սեղմեց Նոյին և շշնջաց. ամեն ինչ լավ կլինի, սիրելիս։
Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ նեղացնի, տղան հեկեկաց, բայց ձեռքերի և խոսքերի մխիթարությունը ուժ տվեց։ Երկար ժամերին առաջին անգամ նա իրեն ապահով էր զգում։ Էլեոնորան ամբողջ գիշեր նստեց այսպես, հետևելով երեխաներին և տղային, հասկանալով, որ սա նոր ճանապարհի սկիզբն է, ճանապարհ, որը նրան կհանգեցնի լուծելու ամենադժվար հարցերը, բայց նաև հնարավորություն կտա նորից սիրել և հոգ տանել, ինչպես նա ժամանակին գիտեր և կարծես մոռացել էր։ Երեխաների ամեն հանգիստ խշխշոցով տատիկի սիրտը լցվում էր մի ուրիշ վստահությամբ։ Այս տունը կրկին կդառնա տուն, որտեղ իշխում են հոգատարությունը, սերը և հույսը, մտածեց նա, և ինչ էլ որ վաղը պատահի, այսօր նա խոստացել էր ինքն իրեն պաշտպանել նրանց, ինչպես նախկինում պաշտպանում էր իր որդուն։ Հաջորդ առավոտ անձրևը դադարեց, և առաջին արևի ճառագայթները զգուշորեն շողացին ամպերի միջից, արտացոլվելով պատուհանների վրա։ Էլեոնորը հոգնած, բայց վճռական դիտում էր, թե ինչպես են Նոյը և երկվորյակները նրբորեն ննջում վերմակների տակ։ Նրա սիրտը հանգիստ էր։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ նա հասկացավ, որ այժմ իր կյանքը ընդմիշտ փոխվել է։ Նախաճաշից հետո նա երեխաների համար զանգահարեց սոցիալական ծառայություն, մանրամասն բացատրեց իրավիճակը, խոսեց ողբերգության, տան հրդեհի և այնի մասին, թե ինչպես են երկու նորածին փոքրիկներ իրենց 10-ից 11 տարեկան եղբոր հետ մնացել դրսում, և թե ինչպես է երկու նորածին փոքրիկների հետ տղան հայտնվել իր դարպասի մոտ։ Ի պատասխան նա լսեց, որ ժամանակավոր խնամքի համար դիմելու գործընթացը կարող է երկար տևել, սակայն առայժմ նա կկարողանա երեխաներին խնամել, որպես վստահելի անձ։ Էլեոնորը թեթևացած շունչ քաշեց, բայց նրա ներսում զգացմունքները մոլեգնում էին՝ վախ իրենց անվտանգության համար, անհանգստություն ապագայի համար և միևնույն ժամանակ ուրախություն, որ նա կրկին հնարավորություն ունեցավ ցույց տալ մայրական խնամքը և զգալ այդ ջերմությունը կրկին։ Նա գիտեր, որ ճանապարհը երկար է լինելու, բայց պատրաստ էր անցնել դրա միջով։ Հետագա օրերին նա ամեն ինչ կազմակերպեց, որպեսզի երեխաները հնարավորինս հարմարավետ զգան իրենց։ Հյուրասենյակում հայտնվեցին փափուկ գորգեր, խաղալիքներ, նկարազարդումներ, մանկական կահույք, որոնք նա խնամքով դասավորեց այնպես, որ ստեղծի հարմարավետ և անվտանգ մթնոլորտ։ Էլեոնորը փորձում էր տունը լցված պահել ջերմությամբ, լույսով և հանգստությամբ։ Նոյը պատմեց իր ընտանիքի մասին, թե ինչպես են նրանք կորցրել իրենց ծնողներին, ինչպես է նա հոգում փոքր երեխաների մասին։ Նրա ձայնը երբեմն դողում էր, աչքերը լցվում էին արցունքներով, բայց Էլեոնորը ուշադրությամբ լսում էր, մեղմորեն շոյելով գլուխը, աջակցող բառեր ասելով։ «Դու իսկական հերոս ես, Նոյ», կամաց շշնջաց նա։ Օրերը հաջորդում էին օրերին։ Էլեոնորը երեխաներին տանում էր զբոսանքի, մոտակա այգու, ցույց տալով իր որդու սիրելի վայրերը, պատմում Դանիելի մասին պատմություններ, նրա մանկության մասին, թե որքան բարի և հոգատար տղա էր նա։ Էլեոնորը տեսավ, որ Նոյի դեմքին աստիճանաբար ժպիտներ են հայտնվում, թե ինչպես է նա սկսում վստահել իրեն, ինչպես է Նոյը դառնում ավագ եղբայր, ում վրա կարող են հույս դնել փոքրիկները։ Հարևանները, իմանալով կատարվածի մասին, նույնպես սկսեցին օգնության հասնել։ Ոմանք տաք հագուստ էին բերում, որոշները խաղալիքներ և գրքեր։ Էլեոնորը զարմացած էր այն աջակցությամբ, որը նա անսպասելիորեն ստանում էր իր շրջապատի կողմից։ Նա հասկացավ, որ այժմ նրանք մենակ չեն։ Երեխաները հոգատար մարդկանց նոր շրջապատ ունեն,
որոնք կօգնեն անցնել այս դժվարին ճանապարհը։ Մի քանի շաբաթ անց սոցիալական ծառայությունը հաստատեց Էլեոնորայի ժամանակավոր խնամակալությունը։ Այժմ նա կարող էր պաշտոնապես հոգ տանել երեխաների մասին, և իրավական ձևականությունները աստիճանաբար վերացնում էին ցանկացած կասկած։ Ամեն օր նա գրանցում էր նրանց սովորությունները, վերահսկում էր նրանց առողջությունը, ստեղծելով սնուցման և քնի ժամանակացույց, օգնելով երեխաներին հարմարվել նոր տանը։ Էլեոնորը հասկացավ, որ երեխաների համար կարևոր է ոչ միայն ֆիզիկական ջերմությունը, այլ նաև հուզական կայունությունը։ Նա նրանց քնելուց առաջ պատմում էր հեքիաթներ, սովորեցնում նոր բառեր, փորձում զարգացնել երևակայությունը և փորձում ստեղծել վստահության զգացում իր հանդեպ։ Երբեմն Նոյը պատմում էր իր ծնողների մասին, այն տան մասին, որը այրվել էր։ Մի երեկո, երբ նրանք նստած էին բուխարիի մոտ, Էլեոնորը նկատեց, որ երեխաների աչքերը փայլում էին հետաքրքրասիրությունից և ուրախությունից։ Երկար ժամանակ անց առաջին անգամ նրանք սրտանց ծիծաղեցին, խաղացին ու կատակեցին։ Նոյը կամացուկ ասաց. «Եվ ամեն ինչ լավ կլինի»։ Ժամանակի ընթացքում նա սկսեց փաստաթղթեր կազմել երեխաներին մշտական խնամակալություն ընդունելու համար։ Բայց դա միայն ճանապարհի մի մասն էր։ Կարևոր էր վերականգնել նրանց վստահությունը մեծահասակների նկատմամբ, սովորեցնել նրանց կրկին ապահով և ուրախ զգալ։ Էլեոնորը ժամերով կարդում էր, նկարում, քայլում նրանց հետ, խոսում էր անցյալի մասին, հիշում և պատմում Դանիելի մասին, խոսում ընտանիքի արժեքի և միմյանց մասին հոգալու մասին։ Ամեն օր նա տեսնում էր, թե ինչպես են երեխաները մեծանում, ինչպես են նրանց հոգիները աստիճանաբար բուժվում ցնցումից և վշտից։ Մի քանի ամիս էր անցել։ Տունը լցված էր ծիծաղով, խաղերի ու երաժշտության ձայներով։ Փոքր երեխաները սովորեցին ժպտալ և ծիծաղել, իսկ Նոյը դարձավ իսկական ավագ եղբայր, հոգալով նրանց մասին և աջակցելով նրանց։ Էլեոնորան գոհունակության անհավանական զգացում էր զգում։ Նրա սիրտը կրկին լի էր կյանքով, ինչպես այն օրերին, երբ Դանիելը մոտ էր։ Մի երեկո, երբ երեխաներն արդեն քնած էին, Էլեոնորը նստեց բուխարու մոտ, իր որդու լուսանկարներով։ Նա զգաց նրա ներկայությունը, կարծես Դանիելը օրհնեց իր նոր ճանապարհը։ Նա հասկացավ, որ իր հոգատարությունն ու սերը նորից վերադարձրեցին իր կյանքի իմաստը, բացեցին դռները նոր ուրախությունների և հույսերի համար։ Այդ պահից սկսած Էլեոնորայի համար ամեն օր իմաստով էր լցված։ Նա սովորեց գնահատել յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր ժպիտը, երեխաների յուրաքանչյուր բառը։ Նա հասկացավ, որ կյանքը կարող է երկրորդ հնարավորություն տալ, որ նույնիսկ կորուստներից ու ողբերգություններից հետո հնարավորություն կա վերականգնելու երջանկությունն ու սերը։ Էլեոնորայի տունը կրկին դարձավ այն տունը, որտեղ տիրում էին խնամքը, ջերմությունն ու հույսը։ Վստահությունը, որ նա կհաղթահարի բոլոր դժվարությունները և որ նա կարող է պաշտպանել երեխաներին, տալ նրանց այն ապագան, որի մասին երազում են, հաստատվել էր նրա սրտում։ Եվ ամենակարևորը, նա կրկին զգաց, որ իր կյանքը կարևոր է, որ իր սերը նրանց տալով կարող է բուժել և լցնել իր դատարկ կյանքի բաց տեղերը։ Եվ այսպես, աստիճանաբար, քայլ առ քայլ, նրանց կյանքը վերադարձավ նորմալ հունի՝ ծիծաղ, խաղեր, ուսումնասիրություն, բացօթյա զբոսանքներ, առաջին ընկերական հարաբերություններ։ Այս ամենը դարձավ նրանց նոր իրականության մի մասը։ Էլեոնորը տեսավ, թե ինչպես Նոյը, չնայած ապրած բոլոր դժվարություններին, սկսեց երազել ապագայի մասին, պլաններ կազմել և հոգ տանել կրտսերների մասին, ինչպես իսկական ավագ եղբայր։ Անցել էր արդեն երկար ժամանակ։
Էլիանորը սովորել էր կառավարել առօրյա հոգսերը, երեխաների հուզական փոթորիկներով։ Եվ այս ամենը այժմ հեշտ էր նրա համար, քանի որ սերն ու հավատը, որ նա ամեն ինչ ճիշտ է անում, նոր հույզերով էր լցրել կնոջ սիրտը։ Տունը լցված էր հարմարավետությամբ, ծիծաղով և ջերմությամբ, և ամեն երեկո Բուխարիի մոտ դառնում էր նոր կյանքի, նոր հույսի և նոր ընտանիքի խորհրդանիշ։ Էլիանորը գիտեր, որ դեռ դժվարություններ են լինելու առջևում, դեռ կլինեն անհանգստության և կասկածների պահեր, բայց նա պատրաստ էր գնալ այս ճանապարհով։ Ամեն օր նա զգում էր, որ իր սիրտը նորից լի է կյանքով, որ կարող է նորից սիրել և հոգ տանել, և որ իր տունը մի վայր է, որտեղ սերը հաղթում է մենակությանը, որտեղ ամեն օր երջանկության և նոր պատմության հնարավորություն է։ Եվ հենց այս տանը, ջերմության, հոգատարության և երեխաների ծիծաղի մեջ, Էլիանոր Հեյսը վերականգնեց այն իմաստը, որը նա կորցրել էր շատ տարիներ առաջ։ Ամեն օրը նոր քայլ է դառնում ողբերգությունը պատահականության, իսկ վիշտը ուժի վերածելու համար։